Բարև ձեզ հարգելի բարեկամներ, բոլորիդ նոր տարին եւ ծուր ծնունդը շնորհավորում եմ, Աստված առողջություն տա ձեր բոլորին, առողջության տարի լինի, խաղաղության տարի լինի, ձեր երազանքների եւ նպատակների կատարման տարի լինի։ Եվ ամենակարևորը խնդրում եմ եւ իմ կողմից օրդորում եմ մեր ժողովրդի մեջ սեր միմյանց նկատմամբ եւ հարգանք։ Այդ սերը կար մութուլուս տարիներին երկրաշարժից հետո ես զարմանում էի այս մեր ժողովրդի հայրենասիրության, մարդասիրության վրա, որ ինչպիսի մեծ հարգանքով եւ սիրով էին տողորված մեկը մյուսի նկատմամբ, դա այն վատ տարիներն էր, պատերազմ, լույս չկար, երկրաշարժից հետո, բայց ժողովուրդը սիրով էին լցված միմյանց նկատմամբ։ Հարգելի բարեկամներ, տա Աստված, որ այդ զգացմունքը նորից արմատանա, խորանա մեր ժողովրդի մեջ։ Այսօր ուզում եմ խոսեմ հանքային քարերի մասին, միշտ չէ որ դեղերն են, քիմիական դեղերը կամ ինչ-որ բուսական դեղամիջոցները, պատրաստուկները, որոնք օգնում են մարդու վերականգնում են նրա առողջությունը։ Բնության մեջ կան նաև հանքային քարեր, որոնք նույնպես վերականգնում են մարդու առողջությունը։ Եվ պետք է ասեմ, որ կան որոշ դեպքերում նրանք ավելի մեծ ազդեցություն են ունենում դրական օրգանիզմի վրա, քան թե որոշ դեղեր տարբեր հիվանդությունների ժամանակ։ Այսօր ես կխոսեմ այդ քարերից մեկի լաջվարդի մասին, այդպես էլ կոչվում է լաջվարդ, նաև անգլերենը այդպես եւ լազուրիտ են ասում նաև այդ քարին։ Շատ գեղեցիկ քար է, կապույտ գույնի, մեջը կա սպիտակ խալը, շատ գեղեցիկ քար է, ինքը սառն է եւ չոր, լավագույն լաջվարդը համարվում է թափանցիկ լաջվարդը։ Ինչ օգուտ է տալիս նա օրգանիզմի համար։ Նա օգնում է վանելու օրգանիզմից մղձավանջը, օգնում է վանել մելամաղձությունը, այն մղձավանջը, որը լինում է գիշերը քննելուց կամ քննած ժամանակ այդ մղձավանջային երազները եւ այդ վերացնում է նաև սև լեղու առաջացրած հիվանդությունները, սակայն նա ունի նաև մի հրաշալի հատկություն, որը շատ օգտակար է սրտի համար եւ կարող եմ ասել, որ սրտի դեմ ուղղված որոշ պրեպարատներից ինքը շատ ավելի զորեղ է եւ ավելի լավ է ազդում սրտային հիվանդությունների վրա։ Առողջացնում է սիրտը, կարգավորում է նրա ռիթմը, աշխատանքը, իջեցնում է արյան ճնշումը եւ պատահական չէ, որ այն նաեւ օգնում է վանելու տհաճ մտքերը, ինչպես նաեւ հոգեկան որոշ այդպես խառը մտքեր, որ մարդը կարող է ունենալ, հոգնածությունը օգնում է երիկամային հիվանդություններին, երիկամային հիվանդություններից բացի նա վերացնում է գորտնուկները եւ բուժում է խոցերը։ Հարգելի բարեկամներ, այս զարդաքարը կարելի է կրել օրգանիզմի բոլոր մաշկի բոլոր մասերում, սակայն ավելի հարմար է եւ գեղեցիկ, որ այն կախում են պարանոցին, այդ քարը ճառագայթում է մեծ էներգիա, ունի անսպառ էներգիա, որը անհրաժեշտ է օրգանիզմի համար։ Այն ուժեղացում է օրգանիզմի կենսառիթմը, օրգանիզմին տալիս է կենսական էներգիա եւ մեծ քանակությամբ վերականգնում է օրգանիզմի ուժերը, մարդը իրեն զգում է առույգ, ուժեղ եւ ինքնավստահ իր ուժերի նկատմամբ։ Հարգելի բարեկամներ, քարը դա այդպես երևի շատերով
ովքեր որից լսում են, ունեն այդ քարը, իսկ եթե ցանկանում են ունենալ, ապա այն կարելի է հեշտությամբ ձեռք բերել։ Այսօր այսքան հարգելի բարեկամներ այդ քարի մասին, ես բժիշկ Աշոտ Աշոտյանն եմ, ինչու եմ ասում, որովհետև շատ հիվանդներ զանգում են եւ ասում են ո՞նց է ձեր անունը, ո՞նց կարանք ձեզ դիմեն։ Ես բժիշկ Աշոտ Աշոտյանն եմ, բժշկության գիտությունների դոկտոր։ Այս բոլորը ինչ որ ես ձեզ ասում եմ, գրված են բոլորը իմ գրքերում, հատկապես ես ձեզ ասել եմ, որ իմ այս ալկամա գրքի հավելվածում գրած են նաև ժողովրդական բժշկության մյուս մեթոդների մասին, որոնցից եւ մեկն էլ հանդիսանում է այդ անքաքարերը ի նպաստ առողջության։ Հարգելի բարեկամներ, այսօր այսքանը, նոր տարի է, ձեզ շատ չծանրաբեռնեմ, առողջություն եմ ցանկանում, եղեք լավ, ուրախ, լավ անցկացրեք նոր տարին, մինչ նոր հանդիպում, եթե կունենաք հարցեր, ապա կարող եք դիմել Պուշկինի 38 տեղեկատվության եւ բուժման համար։ Այստեղ բուժում են բազմաթիվ հիվանդություններ ժողովրդական բժշկության մեթոդներով։ Ցտեսություն։